Ես կուզենայի առանձնահատուկ նշել, որ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ ծանուցում մասում շատ հստակ ազգային անվտանգության ծառայությունը նախ եւ առաջ հայտարարում է, որ քանի դեռ դատարանի օրինական դատավճռով մարդը դատապարտված չէ, մենք ուրեմն իրավունք չունենք նրան համարել մեղավոր։ Դա հստակ նշված է, ես կարծում եմ ազգային անվտանգությունը դա ամենևին պատահական չի արել, հաշվի առնելով հենց անմեղության կանխավարկածը։ Սա առաջին։ Երկրորդ, ես կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, այսօր ընտրարշավին մասնակցող ուրեմն բոլոր կուսակցությունները ձեռնպա մնան տարբեր կարգի որակումներ տալուց 3 տեղի ունեցածին, քանի որ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ հստակ նշված է, որ օպերատիվ հետախուզական տվյալներ անհերքելի փաստեր գոյություն ունեն, որ տվյալ տեսակի զենիթահրթիռային ուրեմն համակարգը, որը իր հետ ունեցել է նաև 9M39 հրթիռ կոչվածը, իգլա տեսակի այդ ուրեմն զենիթահրթիռային համակարգը հիմնականում նախատեսված է 3-ից 5 կիլոմետր բարձրությամբ թռչող օբյեկտներին ուրեմն վերացնելու համար։ Խոսքը գնում է կարող են լինել ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր կամ այլ կարգի ուրեմն օբյեկտներ։ Դրա համար է նախատեսված եւ այն ինչ ասել է ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանում է իրականությանը։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում հատկապես ընտրությունների հետ կապված բավականին թեժացումներ են լինում։ Իհարկե, մինչև այս դեպքը մենք ունեինք տարբեր կարգի թեժացումներ, բայց այս պարագայում հստակ խոսքը գնում է ուրեմն նրա մասին, որ Հայաստան ներկրվել է այդ ուրեմն զենիթահրթիռային համակարգը, թե ինչ նպատակներով դա հետագայում քննությունը ցույց կտա, բայց որ այդ ամենի հետ կապ կա եւ ինչ որ ձեւով առնչվել է նաեւ նախկին պաշտպանության բանակի հրամանատար Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ մենք իրավունք չունենք չվստահելու ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանը։ Հիմա ես կարծում եմ քննությունը ցույց կտա, թե ինչ նպատակ են հետապնդել, ինչ խնդիր են լուծել կամ արդյոք դա նախատեսված է եղել որոշակի գործողությունների համար կամ ուղղակի այլ կարգի խնդիրներ են փորձել լուծել, սա նորից եմ կրկնում քննությունը ցույց կտա, բայց եկեք մենք չփորձենք քաղաքականացնել այս ամենը եւ ասել, որ սա կապված է ընտրարշավի հետ եւ քանի որ ինչ որ դաշինքի կամ կուսակցության վարկանիշ գնալով օրորի աճում էր, ուրեմն իշխանությունները գնացին գործողության, որը պետք է թույլատրեր այդ դաշինքը կամ կուսակցության հետագա հնարավորությունները։ Ասեմ նաև, որ վերջի շրջանում շատ տարօրինակ է, որտեղ թե Մասիսի դեպքերը, թե Արագածոտնի դեպքերը հետագա քննությունը հստակ ցույց է տալի, որ կենցաղային հողի վրա են, իսկ Արագածոտնում ըստ էության հայր ու որդի են, բայց չգիտեք ինչու քաղաքական ուժերը փորձում են դա արագ քաղաքականացնել, դրան քաղաքական ենթատեքստ տալ ու որոշ կուսակցությունների առաջին դեմքեր նույնիսկ հայտարարություններ են անում առանց որևէ ուրեմն մտավախության։ Ու շատ տարօրինակ է, եթե մենք նայում ենք այդ տեսանկյունից, որ ընտրությունների ժամանակ չգիտեք ինչու իրավիճակը փորձում են ամեն մի դեպքի առումով լարել եւ քաղաքականացնել, սա շատ անհասկանալի է։ Պարոն Բաբայանը ինքն էլ չի թաքցրել, որ աջակցում է օրոդաշինքին։ Նորից եմ կրկնում, այս խնդիրը որևէ առնչություն չունի ընտրական գործընթացների հետ եւ որևէ ուրեմն ցանկություն չկա որևէ մեկի կողմից, որ սա այդ քաղաքականացվի, չնայած ասում եմ նորից փորձում են քաղաքականացնել, ցավոք սրտի եմ ասում, պարոն Բաբայանի հայտարարությունները կապված ուրեմն հայտնի հայտարարությունը ջրառատի դեպքից հետո չէ, որևէ մեկը չի խոսացել դրա կիրառության ձևի մասին։ Ոչ ազգային անվտանգության ծառայությունը, ոչ էլ անպատասխան մարմինները դեռ չեն ասել, թե նա պատրաստում են կիրառել։ Չի բացառում վաճառքի նպատակով ինչ որտեղ։ Ամեն ինչ է հնարավոր։ Եկեք դրա համար մենք չփորձենք,
նախորոք ասել, որ բերել էին կիրառելու որոշակի խնդիրներ, գուցե ընդհակառակը մտածում էին այլ երկիր տեղափոխել որպես տարանցիկ Հայաստանը երկիր։ Եկեք նման հարցերը ով ոնց կմեկնաբանի դա իրա խնդիրն է, իրա գործն է։ Եվ չեմ էլ կարծում, որ որոշների մտավախությունը, եթե իսկապես իրանք որևէ առնչություն ու կապ չունեն այս խնդրի հետ, իրենց կալանավորման կամ ձերբակալման վտանգ է սպառնում։ Բնականաբար մարդիկ շփվել են միմյանց հետ, տարբեր խնդիրներ գուցե քննարկել են եւ մտավախություն ունեն, բայց այդ մարդկանց անձնական գործն է, հավատացեք, ես կարող եմ սա հստակորեն ասել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ եթե հատկապես այս նախընտրական շրջանում իշխանությունները, անպատասխան մարմինները ցանկացած գործողության, որ գնում են, բոլոր առումներով հաշվարկը մինչև 100% չլինի, չեմ կարծում, որ գնան նման գործողությունների, հատկապես հաշվի առնելով, որ դա կարող է քաղաքականացվել, դա կարող է ընդհակառակ առաջացնել հուզումներ եւ կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Նույնը կարող է ասել նաեւ հացբերողի հետ կապված, ցանկացած իրավիճակում հասկանալի է, որ ամեն ինչը կարող է իրավիճակ լարել։ Եվ իշխանությունները ամենևին շահագրգռված չեն դրանում։ Իրենց ձեռ չի տալի իրավիճակի լարում։ Ամեն ինչ հնարավոր, ամեն ինչ։ Չի բացառվում, չի բացառվում շատ էժան կարողացել էին հայթայթել եւ պետք է փոխանցեին պաշտպանության բանակի։ Դրա համար ասում եմ, սա որևէ քաղաքական դեպքի հետ կապված չէ, սա կոնկրետ քրեական գործ է եւ որևէ կապ չունի ոչ ներքաղաքական, ոչ Ղարաբաղյան հիմնախնդրի, ոչ էլ մյուս խնդիրների հետ։